Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք ամենակարևորի մարդու առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ քանի որ մենք աշխատում ենք ուղիղ եթերում, ձեզ նույնպես հնարավորություն է տրված մասնակցելու մեր հաղորդմանը ձեր հարցերով։ Զանգահարեք 54 89 34 հեռախոսահամարով կամ գրեք հարցերը շտապ օգնություն շնիկ Արարատ gcik.tv.am էլեկտրոնային հասցեին։ Հարգելի հեռուստադիտողներ, այսօր ինչպես եւ խոստացել էինք երեկ, մենք հյուրընկալել ենք ակնաբույժ Ժասմեն Հարությունյանին եւ խոսելու ենք տեսողության խնդիրների մասին, աչքի առողջության պահպանությունը եւ այն ամենը, ինչ կապված է վատ տեսնելու հետ։ Հիշեցնում եմ հեռախոսահամարը կրկին 54 89 34։ Բարև ձեզ բժշկուհի։ Շատ շնորհակալություն, որ կրկին եկաք մեզ հյուր, հաճելի է տեսնել տաղավարում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Խնդրեմ բժշկուհի, ամենատարածված խնդիրները տեսողության հետ կապված կարճատեսությունն ու հեռատեսությունն են, թե կան այլ հիվանդություններ նույնպես, այլ խնդիրներ նույնպես, որոնք վիճակագրական տվյալներով առաջ են անցնում։ Տեսողական խնդիրները տարբեր են, բազմազան են եւ տարբեր տարիքային խմբերում նրանք հանդիպում են տարբեր հաճախականությամբ։ Ձեր նշած հիվանդությունները կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, դրանք համարվում են ռեֆրակցիոն խանգարումներ եւ շատ հաճախ հանդիպում են մանկահասակ տարիքում, դպրոցահասակ տարիքում, երիտասարդների մոտ եւ նույնիսկ տարեցների մոտ նույնպես կարող են հանդիպել։ Եվ եթե մենք տարբերակենք, թե որ տարիքային խմբում որ հիվանդություններ են գերակշռում, ռեֆրակցիոն խնդիրները հանդիպում են գրեթե բոլոր տարիքային խմբերում, ձեր նշած կարճատեսությունը, հեռատեսությունը, աստիգմատիզմը այդ թվում, իսկ օրինակ մեծ տարիքում հանդիպում են ավելի շատ տարիքային փոփոխություններ, օրինակ կատարակտան դավոսմյակի պղտորվելն է, գլաուկոման, որը բավականին չար կարող է գտնվել, ակնահատակի խնդիրները, օրինակ տարիքային մակուլոդեգեներացիաները եւ այլ հիվանդություններ, նրանք ավելի բնորոշ են մեծ տարիքին, չնայած բացառված չէ, որ նշած հիվանդություններից կարող են հանդիպել նաեւ երիտասարդ տարիքում, մանկական տարիքում, նույնիսկ բնածին կարող են լինել, օրինակ բնածին կատարակտան նույնպես հանդիպում է, բնածին գլաուկոման նույնպես հանդիպում է կամ ակնահատակի խնդիրներ, ուղղակի վիճակագրական, եթե մենք նայելու լինենք, կան հիվանդություններ, որոնք առավել հանդիպում են վաղ տարիքում, մանկական տարիքում, կան հիվանդություններ, որոնք հիմնականում բնորոշ են ավելի տարեց մարդկանց։ Փաստորեն այնուամենայնիվ հենց կարճատեսությունն ու հեռատեսությունը եւ աստիգմատիզմը ռեֆրակցիոն խնդիրները, ինչպես դուք ասացիք, առաջնային տեղ են զբաղեցնում, որովհետեւ բոլոր տարիքային խմբերում հանդիպում են դրանք։ Հիմա խնդրում եմ բացատրեք, թե ինչ է դրանցից յուրաքանչյուրը։ Ճիշտ է, մենք շատ ենք լսում այդ մասին, անընդհատ կարդում ենք ում մոտ փոքր տեսողության խնդիր է լինում, առաջին հերթին կարծում եմ համացանցից փնտրում է տեղեկություններ կարճատեսության կամ հեռատեսության մասին, բայց ինչ խնդիրներ են դրանք, ինչ է կատարվում այդ ժամանակ աչքի հետ տեսողական զգայարանում, օրինակ սկսենք կարճատեսությունից։ Կարճատեսությունը, հեռատեսությունը եւ աստիգմատիզմը, ինչպես նշեցինք, ռեֆրակցիոն խնդիրներ են։ Ինչ է նշանակում ռեֆրակցիա։ Դա աչքի բեկման ուժի հետ կապված խնդիր է եւ աչքը որպես տեսողական օրգան, որպես տեսողական զգայարանի ծայրամասային հատված, որը ընկալում է լույսը եւ փոխանցում է տեսաներվի միջոցով գլխուղեղ, որտեղ եւ վերլուծվելով կատարվում է տեսողական ֆունկցիան, տեսողության զգայարանը աշխատում է, մարդը տեսնում է, ընկալում է պատկերը, մի շարք հատվածներ, աչքի տեսողական զգայարանի բոլոր հատվածները համահունչ աշխատանք է պահանջում, որպեսզի կատարվի տեսողական ֆունկցիան։ Եվ ակնագունդը լինելով ընկալիչ համակարգ, պետք է ճիշտ բեկի լույսը, որպեսզի այդ լույսը աչքում, պատկերացրեք, սա աչքն է, պետք է լույսը եկավ, պետք է այստեղ բեկվի ճիշտ, ընկնի աչքի հատակի վրա, տեսաներվով գնա դեպի ուղեղ։ Եթե ինչ-ինչ պատճառով բեկումը ճիշտ չի կատարվում եւ լույսի ճառագայթը չի ընկնում ակնահատակի վրա, այլ ընկնում է հատակից ցանցաթաղանթից առաջ կամ հետո, ցանցաթաղանթը դա տեսնող բջիջների թաղանթն է, որը ընկալում է այդ լույսը, եւ լույսը ճիշտ չբեկվելով չի ընկնում
ցանցաթաղանթի վրա տեսողական ֆունկցիան նորմալ չի կատարվում։ Եվ շատ հաճախ հանդիպող խնդիրներ են բոլոր տարիքային խմբերում, հատկապես մանկահասակ եւ դպրոցահասակ տարիքում հենց ռեֆրակցիոն խնդիրները, կարճատեսությունը այսօր շատ տարածված խնդրեմ է եւ նա այսօր հանդիսանում է շատ երկրների համար մեծ սոցիալական խնդիր, որովհետեւ կարճատեսությունը պրոգրեսիվելով հետագայում իր հետ կարող է բերել այլ խնդիրներ նույնպես եւ աշխատունակության, հասարակության աշխատունակության, հաշմանդամության հետ կապված հարցեր են առաջանում։ Շատ ակտուալ հարց է այսօր կարճատեսության աճի խոչընդոտումը, որպեսզի հետագայում մարդիկ չունենան որևէ խնդիր։ Կարճատեսության ժամանակ լույսը ճիշտ չբեկվելով ցանցաթաղանթից առաջ է ընկնում, սրանք երևի նեղ մասնագիտական բաներ են։ Բայց հետաքրքիր է, փաստորեն կարճատեսները չեն տեսնում հեռուն, վատ են տեսնում ավելի ճիշտ կամ Եթե մարդը ունի ռեֆրակցիոն խնդիր, գլոբալ առումով նա վատ է տեսնում գրեթե բոլոր տարածքները։ Այո։ Բայց իհարկե կախված է խնդրի չափից։ Գոյություն ունի օրինակ կարճատեսության դեպքում թույլ աստիճանի, միջին աստիճանի եւ բարձր աստիճանի կարճատեսություն։ Երբեմն դա կարող է զուգակցված լինել նաեւ աստիգմատիզմի հետ։ Ինչ է աստիգմատիզմը, դա երբ որ նույն աչքում, նույն ակնագնդում ռեֆրակցիոն ուժը տարբեր առանցքներով տարբեր է, այսինքն նույն աչքում օրինակ մարդը կարող է ունենալ 1 առանցքով -6, 1 առանցքով -2։ Այո։ Դա կոչվում է աստիգմատիզմ եւ դույսը ճիշտ չբեկվելով աչքը ճիշտ չի զարգանում ու մարդը այդպիսի դեպքում վատ է տեսնում եւ հեռուն, եւ միջինը, եւ մոտիկը։ Բայց պարտադիր չէ, որ դա զուգակցվի կարճատեսության հետ։ Պարտադիր չէ, բայց նաեւ բարձր կարճատեսների մոտ, ասենք աստիգմատիզմ չկա, ինքը բարձր կարճատես է, նույնպես եւ հեռուն եւ մոտիկը։ Ցածր կարճատեսությունների դեպքում հիմնական խնդիրը լինում է հեռվի հետ կապված եւ մոտիկին մարդիկ հատուկ խնդիր չեն ունենում։ Հեռատեսության ժամանակ դարձյալ կախված Մեկ վայրկյան կարճատեսությունը մեկ անգամ եւս ամփոփենք, հա։ Կարճատես մարդը հիմնականում, եթե միջին կարճատեսությունը վերցնենք, վատ է տեսնում հեռուն։ Միջին եւ հեռու դեպքերում արդեն եւ հեռուն եւ մոտիկը, թույլ կարճատեսության դեպքում հիմնականում հեռուն են վատ տեսնում, այո։ Այսինքն բառը հենց այդ է հուշում, որ կարճ տարածքի վրա է տեսնում ինքը, այո։ Եվ այդ դեպքում լույսը բեկվելով պետք է հասներ ակնահատակին, բայց չի հասնում, ավելի շուտ է։ Եվ մենք կատարում ենք կորեկցիա, որպեսզի մարդը տեսնի, մարդը ունի ռեֆրակցիոն խնդիր, ցանկացած ռեֆրակցիոն խնդիր, կարճատես, հեռատես, աստիգմատիկ, նպատակը նա է, որ ապահովի տեսողություն, որպեսզի մենք դույսը ճիշտ բեկենք եւ հասցնենք ցանցաթաղանթին, որպեսզի բջիջները ընկալեն լույսը եւ փոխանցեն ուղեղ։ Ճիշտ բեկելու եւ ակնահատակ հասցնելու համար մեթոդներ կան տարբեր եւ այսօրվա գիտությունը առաջարկում է 3 մեթոդ ռեֆրակցիոն խնդիրը շտկելու։ Դա ակնոցային կորեկցիան է, երբ մարդուն ակնոց է նշանակվում համապատասխան ստուգումներից հետո, կոնտակտային կորեկցիան է երկրորդ ճանապարհը, կոնտակտային ոսպնյակների, այսպես ասած լինզաների միջոցով, եւ հաջորդ մեթոդը, որը բժշկության պատմության մեջ համեմատաբար երիտասարդ մեթոդ է, դա լազերային շտկումն է, երբ լազերային ճառագայթի օգնությամբ աչքի արտաքին թաղանթում, եղջերաթաղանթում որոշակի փոփոխություն կորության հետ կապված առաջացնելով լույսի բեկումը փոխում ենք, դարձյալ հասցնում ենք լույս ճառագայթը, այո, ակնահատակին։ Եվ որ մեթոդն էլ մարդը կընտրի, կարևոր է, որ ապահովի ճիշտ տեսողությունը, դա խիստ անհատական է ընտրությունը լինում, շատ հաճախ մարդիկ նախընտրում են զուգակցել ակնոց եւ կոնտակտային լինզաներ եւ դա շատ պրակտիկ է լինում, երբ պետք է ակնոց են կրում, երբ պետք է լինզա են կրում եւ ապահովում նորմալ տեսողություն, այո։ Բժշկուհի, խնդրում եմ մեկ անգամ էլ հեռատեսությանը վերադառնանք, հա։ Հեռատեսների մոտ փաստորեն նրանք լավ են տեսնում հեռուն, համեմատաբար լավ, եթե այս դեպքում նույնպես կա համատեղելիություն, այսինքն երբ խնդիրները երկու ձևով էլ արտահայտվում են։ Եվ այս դեպքում լույսի ճառագայթը հատում անցնում է այդ աչքի հատակի սահմանը ավելի հեռու է բեկվում, թե ես սխալ եմ պատկերացնում։ Այո, բայց հեռատեսության դեպքում ես կուզենամ առանձնացնել որոշակի տարիքային
սահմաններ, ձեր ասածը, որ հեռուն իրենք լավ են տեսնում, դա հիմնականում վերաբերում է այսպես ասած տարիքային հեռատեսությանը, որը բժշկության մեջ պրեսբիոպիկ տարիքին պրեսբիոպիա է կոչվում, երբ մարդը միշտ լավ է տեսել, ինքը երբեք խնդիր չի ունեցել եւ 40 տարեկանից հետո կարդալու համար ակնոցը այո, մոտիկի վրա սկսում է դժվարություն առաջանալ եւ պլյուսներով ակնոցի կարիք է առաջանում զուտ մոտ տարածքին օգտագործելու համար։ Դա կոչվում է այսպես ասած տարիքային հեռատեսություն եւ այդ դեպքում ձեր ասածը, որ մարդը հեռուն լավ է տեսնում, հեռատես է, մոտիկն է վատ տեսնում, այդ դեպքում կարող ենք դա օգտագործել որպես ճիշտ։ Դա հիվանդություն չէ տարիքայինը, դա ֆիզիոլոգիա է, երբ ակոմոդացիոն մկանի ոսմյակի հետ կապված որոշակի փոփոխություններ են լինում եւ մարդու ակոմոդացիան թուլանում է, մոտիկի համար օգտագործում ենք փոքրիկ ակնոցներ։ Ինչը նույնպես տարիքի հետ փոխվում է թիվը։ Այո, իսկ լինում են դեպքեր, որ մարդը կարիք ունենա եւ հեռատեսի ակնոցի եւ կարճատեսի եւ այդ դեպքում հնարավոր է մեկ ակնոցով հարցը լուծել, թե պետք է անընդհատ փոխի։ Դա հիմնականում հենց լինում է հիմնականում 40 տարեկանից հետո, երբ մարդու մոտ առաջանում է այնպիսի վիճակ, որ հեռուն տեսնում է վատ, միջին տարածքները տեսնում է վատ, ասենք 3 մետրի վրա վատ, 2 մետրի վրա վատ, 80 սանտիմետրի վրա վատ, գրեր կարդալուց վատ եւ այնպիսի մի իրավիճակ է ստեղծվում, որ տարբեր տարածքները պահանջում են տարբեր դիոպտրիաներ։ Այո։ Օրինակ, հեռվի համար, մեքենա վարելու համար մարդը կարիք ունի +1-ի։ 2 մետրի համար ինքը օֆիսում աշխատում է, ասենք այս տարածքի համար աշխատելու, իրան պետք է լինում, ասենք թե ուրիշ համար, ասենք +2։ Այո։ 60 սանտիմետր մոնիտորին ենք նայում 2.5, գրում կարդում ենք +3 կամ 3.5, հա, եւ դա շատ անհարմար է լինում, թե օգտագործելու առումով, որ մեկ էս ակնոցն ենք հագնում, հանում ենք այն մյուսն ենք հագնում, եւ նյարդայնացնող է եւ շատ մարդու կյանքի որակը կարող է դրանից տուժել, որ ինքը անդադ պետք է հագնի մեկ հեռվի ակնոցը, մեկ կոմպյուտերի ակնոցը, մեկ գրեր կարդալու ակնոցը, այո, եւ նաեւ տարբերի եւ չկորցնի այդ ընթացքում, որը որտեղ դրվեց։ Նման դեպքում արդեն 50 տարից ավելի առաջարկվում են հատուկ ակնոցներ, որոնք մեր երկրում էլ շատ վաղուց արդեն կիրառվում են, կոչվում են պրոգրեսիվ ակնոցներ։ Եվ այդ դեպքում մեկ ակնոցի մեջ, ես հենց ուղղակի կարող եմ ցույց տալ, մեկ ակնոցի մեջ կարող է համապատասխան ստուգումներից հետո, դա ինդիվիդուալ, դա խիստ անհատական տվյալներ են դնում, այո, եւ մեկ ակնոցի մեջ տարբեր հատվածները տարբեր չափով են լույսը բեկում։ Նույն լինզան, նույն ոսմյակը տարբեր տեղեր ունի տարբեր օպտիկական ուժ եւ մարդը հագնելով այդ ակնոցը, երբ հայացքը ընկնում է հեռուն, ուրիշ համարով է, ուրիշ դիոպտրիայով է աշխատում, երբ ընկնում է գրեր կարդալուն ուրիշ, մոնիտորին ուրիշ, կամ այս տարածքի վրա խոսում է ուրիշ եւ այդ մեկ ակնոցով բոլոր հարցերը լուծվում են։ Որոշում է բոլոր այդ դիոպտրիաները ինչի համար, որքան է պետք եւ մեկ ակնոցում մոտավորապես քանի տարբերակ կարող է համատեղվել։ Ես կարծում եմ ընդամենը 2 լավագույն դեպք։ Չէ, կար նաև նման տարբերակ, որը հիմա շատ քիչ է կիրառում, դա կոչվում է բիֆոկալ ակնոց, ոչ պրոգրեսիվ։ Ես ներկայացրեցի պրոգրեսիվ ակնոցը, որը ներկայումս ամենաժամանակակից կոռեկցիայի մեթոդն է համարվում ակնոցային ամենաժամանակակից կոռեկցիան նման դեպքերի համար։ Ես ինչու նշեցի ակնոցային, որովհետև գոյություն ունի նաև լինզայով։ Այո, գոյություն ունի նաև մուլտիֆոկալ, այս նույն պրոգրեսիվի գաղափարով կոնտակտային ոսմյակ, երբ օրինակ մարդը 40-ն անց է, նույնիսկ 60-ն անց է, ունի տարբեր ակնոցների կարիք, չի ուզում ակնոց կրել կամ հարմար չի ակտիվ կյանքով է ուզում ապրել կամ չի ուզում իր տարիքը շեշտվի, որ ինքը ակնոց է կրում, որովհետև տարբեր են լինում մարդիկ։ Գոյություն ունի նաև կամ թեկուզ հոգեբանական խնդիր չկա, բայց պրակտիկ չէ, ասենք թե ինքը ակտիվ սպորտով է զբաղվում, ուզում է նախընտրում է կոնտակտային լինզան եւ այդ մեկ փոքրիկ կոնտակտային ոսմյակի մեջ փոքրիկ տարբեր նույնպես կատարվում է այս ամեն ինչը եւ տարբեր սեկտորով, այսպես ասած, տարբեր դիոպտրիայի աշխատում, մարդը մեկ կոնտակտային ոսմյակով, դա կոչվում է մուլտիֆոկալ ոսմյակ, մարդը կարող է տեսնել տարբեր տարածքները գերազանց առանց այլ օգնող միջոցի, առանց ակնոցի։ Բժշկուհի, իմ պատկերացմամբ, եթե ակնոցը այդպես մասերի է բաժանված յուրաքանչյուր մասը արտաքուստ դա չի երևում, եւ դա նույնպես շատ կարեւոր է, որ մարդու տարիքը չի շեշտվում, որ այստեղից սահման է, սահմանից վերևը ուրիշ համար է, արտաքուստ դա սովորական լինզա է։
Եվ բայց կան ակնոցներ, որոնց ներքևի հատվածը կարծես այսպես կիսակլոր դրանք հենց բիֆոկալներն են։ Այո, հիմա այսպիսի հարց ցակեց ինձ մոտ։ Եթե մարդը ակնոցով ունի այդ տարբեր սահմանները տեսնելու համար համապատասխան ակնոց, եւ ասենք թե հերուն պետք է նայի հերվի ինչ որ մի պատկերի վերևի մասով է նայում, միջին մասով համակարգչից է օգտվում, կարդալու դեպքում ներքևի մասով, հա, ակնոցի։ Լինզայի դեպքում նա նույնպես չի կարող գլխի շարժումներով դա կառավարել։ Լինզան ինքը հենց այնպիսին է, որ ամեն ինչ մեկտեղել է եւ մարդը այլևս ոչ մի դիսկոմֆորտ չի զգա նույնիսկ գլխի շարժումների համար։ Ակնոցի դեպքում միշտ չի որ դա գլխի շարժումը պահանջվում է։ Երբեմն մարդիկ զգում են, որ իրանք էսպես են անում, հա, հերվի համար, բայց եթե ամեն ինչը ճիշտ է պատրաստված, մարդը նման բանի կարիք պրակտիկորեն չի էլ ունենում։ Այո։ Ինչ վերաբերում է լինզային, լինզաների դեպքում մի քիչ այլ է հարցը, լինզաները լինում են տարբեր դիզայնի, այս դիզայն ասածը դա այդ փոքրիկ լինզայի կառուցվածքն է, որ արտաքուստ չի երևում, նա սովորական լինզա է թվում։ Ես կարող եմ այստեղ ուղղակի մի հատ ցույց տալ, ուղղակի լինզան ինչպիսի տեսք ունի եւ կապ չունի, լինզան կլինի սովորական սֆերիկ։ Սա սովորական սֆերիկ լինզա է։ Կոնկրետ սա սովորական սֆերիկ լինզա է, կոնտակտային ոսմյակ է, որը հագնվում է ակնագնդի վրա, եղջերաթաղանթի վրա։ Եվ լինզան արտաքինից ինքը ունենում է, բոլոր լինզաները ունենում են այսպիսի տեսք։ Անկախ նրանից նա սֆերիկ լինզա է, մուլտիֆոկալ լինզա է, այսինքն չկա, այո, թե աստիգմատիկ լինզա է, որովհետև գոյություն ունեն նաև աստիգմատիկ լինզաներ, այո։ Նա արտաքուստ ունենում է այս տեսքը, բայց դիզայնով իր այսպես ասած միկրոկառուցվածքով բոլորը տարբեր են լինում։ Եվ ձեր հարցը, որ ինչպես է լինզայի դեպքում կատարվում, շատ ժամանակակից եւ լավագույն տեխնոլոգիա է համարվում մուլտիֆոկալ լինզաների համար, նանոտեխնոլոգիաներով պատրաստված, կոչվում է նանովիստուպ, որը տեղադրվում է, այսպես ոնց որ փոքրիկ պրիզմա է տեղադրվում լինզայի կենտրոնում եւ բեկման ուժը տարբեր տեղեր տարբեր է արդեն կատարվում, դրանք նեղ մասնագիտական հարցեր են, փաստը նա է, որ անհատը գրելով այս փոքրիկ կոնտակտային ոսմյակը բոլոր տարածքները կարող է տեսնել շատ լավ։ Շատ հետաքրքիր է իհարկե։ Մենք արդեն ունենք հեռախոսազանգ, բժշկուհի, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հարցն եմ, աչքի խնդիր ունեմ։ Կատարակտ ունեմ, բայց աչքերից իսել ջուր ա գալի, ես չգիտեմ ինչից ա գալի այդ ջուրը, արտասունք ա գալի, որ կաթիլներ եմ կաթացնում, կատախրոմ եմ կաթացնում, մեկ էլ տաուֆոն եմ կաթացրում, բայց միշտ գնում եմ ստուգվում եմ, տարբերությունը չի չա էլի, այդքան ամիս ա գալիս եք ստուգվում եք, շատ չի տարբերությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Կատարակտան դա ոսմյակի պղտորվելն է եւ նայած ինչ էտապի է կատարակտան, նրա արմատական բուժումը հանդիսանում է միայն վիրահատական մեթոդը։ Տիկնոջ նշած դեղորայքը եւ այլ անուններով դեղորայքներ նույնպես նախատեսված են, ուղղված են նրան, որպիսի ձգձգվի տեմպը, զարգացման տեմպը, այսինքն ձգձգվի վիրահատության օրը։ Բայց կա մի էտապ, որ դա արդեն անխուսափելի է դառնում եւ տիկինը որ նշեց, որ այսքան ամիս կաթեցնում եմ չի օգնում, նշանակող բժիշկը ասած կլինի, որ դա նրա համար է, որ տեմպը դանդաղեցվի, որտեղ եղածը նա հետ չի գնալու։ Իսկ ինչ վերաբերում է արցունքահոսությանը, անկեղծ ասած մանրամասնություններ են պետք, այսպես կարելի է շատ բաներ ենթադրել հեռակա առանց աչքը տեսնելու եւ արցունքահատար խողովակի նեղացում եւ հնարավոր է լինի տարբեր ելքեր են հնարավոր, ես չեմ ուզում տիկնոջը ուրիշ դիագնոզներով ծանրաբեռել, հա, ճիշտ կլինի, որ դիմի մասնագետի հետազոտությունները անցնի եւ արդեն մանրամասն կբացատրեն, թե ինչու է կայանում խնդիրը։ Ինչն է խնդիրը։ Ահա ես տեսնում եմ բժշկուհի, որ էլեկտրոնային փոստով արդեն ունենք երկու հարց։ Հեռուստադիտողներից մեկը գրում է. Բարև ձեզ, ես 23 տարեկան եմ եւ աշխատում եմ, աշխատանքս կապված է համակարգչի հետ, գրեթե ամբողջ օրը համակարգչի առջև եմ նստած, պարբերաբար օգտագործում եմ խոնավեցնող կաթիլներ, բայց ես լսել եմ նաեւ այն ակնոցների մասին, որ առաջարկում են ակնաբուժները համակարգչի հետ աշխատանքի
դեպքում խնդրում եմ մանրամասն բացատրեք, թե ինչ ագնոցի մասին է խոսքը եւ արդյոք արդյունավետ են դրանք։ Շատ ակտուալ հարց է, որը հուզում է բոլորին, որովհետև այսօր գրեթե չկա ոլորտ, որ մարդիկ չառնչվեն էկրանների հետ, սկսած վաղ մանկական տարիքից, դպրոցական կրթական պրոցեսներից եւ վերջացրած կենցաղային եւ հետագայում աշխատանքային, օֆիսներում մարդիկ նստած, դա շատ ակտուալ հարց է այսօր եւ ամեն օր տրվող, ամեն օր այդ հարցի հետ աշխատանք տարվող, բայց նաեւ շատ չպարզաբանված, ճիշտ չօգտագործվող ակնոցներ կիրառության մեջ կան։ Նախ ակնոցը միշտ պետք է նշանակի բժիշկը։ Անկախ նրանից մարդը ունի օպտիկական խնդիր, թե չունի։ Ասենք, ափսոս, որ գրողը չի նշել ինքը ունի օպտիկական խնդիր, թե չունի, ռեֆրակցիայի խնդիր, թե չունի, այո։ Տարիքային առումով շատ այն տարիքն է, որ տարիքային փոփոխություններ չեն լինի, բայց հնարավոր է, որ ինքը ունի օրինակ կարճատեսություն։ Այո։ Նախ ասեմ, որ ցանկացած դեպքում էկրանի առաջ աշխատելուց պրոֆիլակտիկան շատ կարևոր է, աշխատանքային տարածքը պետք է ձևավորել ելնելով էրգոնոմիկ կանոններից, տարածքը մոնիտորից ինչքան է, ստեղնաշարից, կապված է մոնիտորի մեծությունից նույնպես։ Միջին կարգի մոնիտորները սովորաբար նախընտրելի է, որ լինի 60 սանտիմետրի վրա եւ մենք հաճախ, որպեսզի իրենց պրակտիկ լինի, ասում ենք ձեռքը մեկնեք մինչեւ մոնիտորը։ Վերևի հատվածը պետք է աչքի մակարդակից 7-8 սանտիմետր ներքև լինի։ Այո։ Երբեմն տեսնում ենք, որ մոնիտորը այսպես է դրված, հա։ Այսինքն կարդալու համար, այո, 7-8 սանտիմետր ներքև եւ մի փոքր թեքությամբ։ Այո։ Հիմա բարեբախտաբար բոլոր էկրանները գրեթե լավն են։ Շատ ցանկալի կլինի, որ փայլուն չլինի, հայելային չլինի, որպեսզի ավելորդ փայլեր չառաջանան։ Այո։ Եվ ուզում եմ նշել, եւ ակնոցը շատ կարեւոր է ակնոցի օպտիկան, որ պետք է գնալ բժշկի ստուգել, որտեղ հնարավոր է, որ տվյալ անհատը ունենա, ասենք, փոքրիկ կարճատեսություն, օրինական, թեկուզ միջին կարճատեսություն, որ իրեն պետք է ակնոց հեռվի համար ուրիշ, մոնիտորից օգտվելու համար ուրիշ, եթե ինքը ժամերով նստած աշխատում է, շատ հնարավոր է, որ ասենք իրան պետք լինի, ես ափսոս որ նշված չի, բայց ենթադրենք -2 հեռվի համար եւ 0.6-ով օրինակ ցածր մոտիկի համար։ Դա կապահովի աչքի մկանների, ակոմոդացիոն մկանի հանգիստ աշխատանք, հատկապես եթե ժամերով մենք գտնվում ենք մոնիտորի առաջ։ Բժշկու, իսկ եթե նման բան պլյուսների դեպքում էր, այո, իսկ եթե չունի եւ պարզապես այդ ճառագայթից պաշտպանվելու համար, հենց դրա մասին նույնպես ասել, շատ կարեւոր է էկրաններից կապտա մանուշակագույն լույսը կտրելը, որպեսզի դա դեպի աչքը չգա, որտեղ էկրանները վտանգ են ներկայացնում մի շարք առումներով եւ որպես միլիոնավոր մանր կետիկներից կազմված պատկեր, երբ որ մենք նայում ենք էկրանի վրա ինչ-որ բան, որտեղ ի սկզբանե մեր աչքը նախատեսված չի այդ միլիոնավոր մանր կետերը նայելու համար։ Հոծ գծեր չկան էկրանի վրա, դա արդեն հոգնեցնում է մարդու աչքը։ Եվ բացի դրանից էկրաններից դեպի մեր աչքը գալիս է կապտա մանուշակագույն ճառագայթ, որը այսօր ապացուցված է, հաստատված է, որ շատ վատ է անդրադառնում աչքի առողջության վրա եւ նույնիսկ տարիների ընթացքում կարող է բերել տարբեր հիվանդությունների զարգացման։ Դա ցանկացած տիպի էկրանից, ասենք պրակտիկորեն ցանկացած տիպի էկրանից, պրակտիկորեն, այո, եւ գոյություն ունեն հատուկ շերտով ակնոցներ, թեկուզ եւ զրոյական, Ինչ է կոչվում այդ շերտը, մարդը գնելուց կամ սովորաբար դա պետք է բժիշկը նշանակի։ Սովորաբար ասում են անտիրեֆլեքս շերտ, բայց դրանք լինում են տարբեր որակի։ Եվ օրինակ գոյություն ունի հատուկ շերտ, ուղղակի երևի անուններով պետք չի ասել, հատուկ շերտ գոյություն ունի, որը որ կտրում է հենց կապտա մանուշակագույն ճառագայթը։ Չի հասցնում աչքի։ Ճիշտ կլինի, որ բժշկի դիմեն, եւ բժիշկը հետազոտելուց հետո կատարի արդեն ընտրությունը։ Եւ անկախ նրանից ինքը պլյուս ունի, մինուս ունի, ասիգմատիզմ, թե ընդհանրապես նորմալ ռեֆրակցիա ունի եւ իր ամոթ զրոներ են։ Հասկանալի է, էլի ունենք հեռախոսազանգ, լսենք հեռուստադիտողին, ալո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել իմ հարցին։ Երեխաս 7 տարեկան է, նրա մոտ հայտնաբերվել է կարճատեսություն, մի աչքում 0.6, մյուսում 0.7 եւ խառը ասիգմատիզմ։ Խնդրում եմ պատասխանեք, տվյալ դեպքում ցուցված է արդյոք լազերային վիրահատությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։
Խառը աստիգմատիզմը 7 տարեկանում դա պահանջում է համբերատար վերաբերմունք, բուժում եւ բժշկից, եւ ծնողից, եւ երեխայից։ Տիկինը նշեց 0607 դա տեսողության տոկոսներ էին նկատի ուներ, երեխային անհրաժեշտ է բուժումը որն է այս դեպքում, հնարավորինս շուտ կատարել ճիշտ կոռեկցիա, այսինքն չթողնել, որ երեխան ավելի մեծանա, որտեղ 7 տարեկանը արդեն համարվում է ոչ վաղ ախտորոշում խառը աստիգմատիզմի համար։ Պետք է այսինքն չուշացնել ակնոց դնելը։ Այո, ակնոց անպայման պետք են ապարատային բուժումներ, եթե կարիք լինի, պետք կլինի բժիշկը կասի հետազոտություններից եւ ընթացիկ ստուգումներից հետո գուցե պետք կլինեն օրվա ընթացքում որոշ ժամեր փակել մեկ աչքը կամ մյուս աչքը, որպեսզի աչքը զարգանա եւ ծույլ չմնա։ Երկրորդ մեր հարցը ծույլ աչքի մասին էր հենց այստեղ, բժշկուհի, երևի միացնենք, ընթերցեմ։ Ասում է իմ երեխայի մոտ նշվել է ձախ աչքում ծույլ աչք ասված է, խնդրում եմ բացատրեք թե ինչ է դա եւ կապ ունի դա նաեւ հեռատեսության հետ, թե ոչ, ես ուզում եմ մանրամասն լսել այս մասին։ Ծույլ աչքը պետք է չթողնել աչքը ծուլանա։ Դրա համար առաջին հերթին պետք է շուտ ախտորոշել, գոյություն են պրոֆզնումներ, գանգատների դեպքում մարդիկ դիմում են, հա, եւ ինչքան շուտ ախտորոշվի երեխայի մոտ ռեֆրակցիոն խնդիրը, դա կլինի խառը աստիգմատիզմ, ինչպես տիկինը նշեց, թե կլինի ուղղակի հեռատեսություն կամ կլինի կարճատեսություն, պետք է խնդիրը դիագնոզել հնարավորինս շուտ եւ անցնել կոռեկցիայի։ Այո։ Կոռեկցիան որ մեթոդով որ ընտրությունը կկատարվի, ակնոցային, կոնտակտային եւ ապարատային բուժումներ, որպեսզի աչքը զարգանա, ծույլ չմնա։ Տիկինը որ ծույլ նշանակում է աչքը արտաքինից նորմալ վիճակում է, բայց չի նորմալ է, բայց ինքը ֆունկցիայի առումով թերի է։ Ենթադրենք մեկ աչքը հիմնական դա լինում է երբ որ աչքերը իրարից տարբեր են լինում եւ մեկ աչքը տեսնում է բավական բարձր, օրինակ 90%, մյուս աչքը տեսնում է 10%, ասենք թե մեկ աչքում թույլ կարճատեսություն, թույլ հեռատեսությունը երեխաների մոտ հիմնականում հեռատեսային ֆոնի վրա է լինում, մյուս աչքում բարձր հեռատեսություն է։ Պետք է վաղ этаպում կանոնավորել լույսը ճիշտ ուղարկել դեպի ակնահատակ, որպեսզի լույսից օգտվի եւ ինքը սովորի տեսնել, այդ աչքը աշխատի, որպեսզի նաեւ ժամանակին առաջանա բինոկուլյար տեսողությունը եւ այլն։ Այո։ Իսկ վիրահատության մասին, լազերային վիրահատության մասին ես այս պահին վիրահատության մասին հիմա կասեմ, բայց այս տարիքային խմբում 7 տարեկանում եւ այստեղ նշված հարցի դեպքում պետք է համառորեն կատարել բժշկի ասածները, անկախ նրանից երեխան սիրում է դնել ակնոց, չի սիրում դնել, աչքը փակում ենք, նեղվում է, լացում է, պետք է գնալ ամեն ինչի, որպեսզի վաղամյուս օրը երեխայի աչքը ծույլ չմնա, աշխատունակ լինի եւ հետագայում որ մեթոդը երեխան կընտրի, թե ակնոցը, թե լինզան, թե լազերային միջամտությունը աչքը ունակ լինի տեսնելու։ Այս տարիքում լազերայինը որ տարիք։ Այս տարիքում տիկնոջ նշած միայն պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Լազերային վիրահատությունը այսօրվա գիտությունը հիմնականում դա խիստ նույնպես անհատական մոտեցումով է, հիմնականում 20 տարեկանից հետո է լինում, նենց որ 7 տարեկանի դեպքում դեռ պետք է կատարել այն ինչ որ ասվում է, իսկ երբ որ ձեր բալիկը կդառնա 20, գուցե գիտությունը նոր խոսք ունենա բացի այսօրվա հնարավորություններից եւ այն ժամանակ արդեն կորոշեք, բայց եթե այսօր ծույլ մնաց, իր 20 տարեկանում արդեն չեն կարող օգտվել նույնիսկ այդ հնարավորությունից, էլի ունենք զանգեր, խնդրում եմ հակիրճ բժշկուհի ալո։ Բարև բժշկուհի, հաղորդավարուհի։ Ես 61 տարեկան եմ, իմ մոտ բնածին աստիգմատիզմ է եղել եւ կարճատեսություն։ Տարիքի հետ հիմա դա կոմպենսացվել է, իմ տեսողությունը մեկ է։ Բայց հիմա ես մի փոքր տեսողությունը լարելու դեպքում դրի ֆոկուսից ընկնում է տեսողությունը, երկու աչքներ։ Եվ երկրորդը աստիգմատիզմի դեպքում ես լսել եմ, որ ակնոցներ չեն նշանակում, որովհետև դժվար է։ Ձեր կարծիքը խնդրում եմ, եւ եթե ինձ հիմա ակնոց նշանակեն, ինչպիսի ակնոց, չէ՞ որ իմ տեսողությունը լրիվ նորմալ է։ Շնորհակալություն։
Աստիգմատիզմի դեպքում իհարկե ակնոց նշանակվում է եւ ոչ միայն ակնոց է նշանակվում։ Ես ուղղակի խորհուրդ կտամ տիկնոջը, որ ինքը դիմի ակնաբուժի, մանրամասն հետազոտվի եւ ըստ իր աչքի վիճակի արդեն ակնոցի նշանակումը կկատարվի, որտեղ դա այն խնդիրն է, որ այսպես մենք չենք կարող պիտանի լինել հերակա կարգով։ Ուղղակի պետք է դիմել բժշկի, հետազոտվել եւ ըստ արդյունքի ձեզ կնշանակվի համապատասխան ակնոց։ Եվ գուցե նաեւ վիճակն է փոխվել, համարն է փոխվել, հա, ինչպես Իհարկե, որովհետև նկարագրեց, որ հիմա նորից սկսել եմ տեսնել հաջորդ հնարավոր է նույնիսկ տարիքային ուրիշ փոփոխություններ լինեն բացի ակնոցից, ուղղակի պետք է հետազոտվել։ Հաջորդ հեռուստադիտողին ենք լսում, ալո։ Բարև ձեզ, խնդրում եմ ինձ պատասխանեք, որտեղից կարող ենք ձեռք բերել պրոգրեսիվ ապակիններով ակնոցներ, դա բոլոր ակնաբուժական խանութներում կամ թե ոչ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ակնաբուժական խանութները օպտիկական երևի տիկինային նկատիոններ օպտիկաներում ես չեմ կարող ասել բոլորում թե ոչ, բայց կարող եք դիմել ձեր ընտրությամբ որևէ լավ օպտիկա եւ այնտեղ հետազոտություն անցնելուց հետո ձեզ կնշանակվի պրոգրեսիվ ակնոց։ Այսինքն դա հնարավոր է եւ առաջարկները տարբեր են, շատ են, այնպես չէ որ ասենք թե մեր քաղաքում միայն մի տեղ է պատրաստվում նման բան։ Ոչ։ Հասկանալի է։ Բժշկուհի, մենք անդրադարձանք աստիգմատիզմին, շատ հաճախ աստիգմատիզմի հետ հեռուստադիտողները մենք նախորդ երևի մի երկու շաբաթ առաջ հարց ունեինք հեռուստադիտողից նաև կերատոկոնուսի մասին, իսկ ինչ է դա, որքան հնարավոր է արագ մեր ժամանակը կերատոկոնուսը այսօր շատ ակտուալ խնդիր է հատկապես մեր ազգի համար, որովհետև ցավոք սրտի այսպես ասած հին ազգերի մոտ շատ հաճախ ավելի հանդիպում է կերատոկոնուսը դա եղջերաթաղանթի դեգեներատիվ հիվանդություն է եղջերաթաղանթը դա աչքի արտաքին թաղանթն է աչքի պատուհանն է որը դեգեներատիվ փոփոխությունների ենթարկվելով իր սֆերիկությունը նորմայում ինքը լինում է լրիվ սֆերիկությունը կարող է կորցնել եւ սրվել դառնալ կոնուսի նման այո Եվ այդ դեպքում լույսի բեկումը լրիվ խախտվում է եւ շատ հաճախ ցավոք սրտի սկզբնական հատկապես կոնուսների ժամանակ շփոթմունք է առաջանում եւ ախտորոշվում է ուղղակի աստիգմատիզմ եւ մարդը կրում է որոշակի ժամանակ ակնոցներ եւ այլն հետո տեսողությունը գնալով վատանում է այսինքն կոնուսը զարգանում է այստեղ է որ ճիշտ ախտորոշումը շատ կարեւոր է եւ ինչքան շուտ դիագնոզվի կերատոկոնուսը այնքան մարդուն կարող ենք շատ ավելի էֆեկտիվ օգտակար լինել շատ ավելի էֆեկտիվ մոտեցում ցույց տալ որտեղ այսօր կերատոկոնուսը ունի տարբեր բուժական մեթոդներ, որոնք կանգնեցնում են այդ этаպի վրա եւ կերատոկոնուսի դեպքում սովորաբար շատ ավելի էֆեկտիվ է կոնտակտային լինզայի օգտագործումը, քան ակնոցի օգտագործումը։ Համապատասխան բուժումներ նույնպես գոյություն ունեն։ Ճիշտ կլինի, որ ուղղակի եթե նույնիսկ կասկած կա, դիմեն ակնաբուժի։ Մեր ժամանակը սպառվում է, վերջում խնդրում եմ 1-2 բառով ձեր խորհուրդը ընդհանրապես ինչպես մարդիկ պահեն իրենց աչքի առողջությունը դուք նշեցիք համակարգչից օգտվելու համար որ ամենակիչը մեկ ձեռքի հեռավորություն հա 60 սանտիմետրի վրա պետք է լինի էկրանը ուրիշ ինչ կետեր կնշեք որ կարևոր է հենց մեր ժամանակաշրջանի համար Ձեր հարցը ես կուզենայի ոչ միայն որպես ակնաբուժ պատասխանել, այլ որպես բժիշկ պատասխանել, որպես մարդ պատասխանել, ով նույնպես կարող է հիվանդանալ։ Ես կարծում եմ, որ ցանկացած հիվանդություն, այդ թվում նաև աչքի հիվանդություն, պետք է վաղ этаպում հայտնաբերվի եւ հնարավորինս շուտ ձեռնարկվեն միջոցներ, որպիսի չպրոգրեսիվի, շուտ հարցելուծվի, հեշտ հարցելուծվի եւ լիարժեք առողջացում գնա որոշակի բուժումներից հետո։ Եվ այդ առումով շատ կարևոր է հասարակության գիտակից վերաբերմունքը սեփական առողջության, ընտանիքի անդամների, երեխաների, ընկերների առողջության հանդեպ եւ շատ կարևոր է կրթվածության մակարդակը հասարակության։ Ես կարծում եմ, որ ձեր հաղորդումը հենց այն հաղորդումներից է, որ բարձրացնում է հասարակության կրթվածության մակարդակը, ինչի համար որպես բժիշկ եւ քաղաքացի ձեզ շնորհակալություն եմ հայտնում։
Շատ շնորհակալություն, իհարկե մեր նպատակը հենց դա է իսկապես եւ մենք էլ ուրախանում ենք տեսնելով արձագանքները մեր հեռուստադիտողների այսօրվա զրույցի համար շատ շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ հարգելի հեռուստադիտողներ հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր ակնաբույժ Ժասմեն Հարությունյանը եւ մենք խոսում էինք աչքի առողջության եւ տեսողության խնդիրների մասին։ Բժշկուհու խոսքը ամփոփելով ընդամենը հիշեցնեմ, որ տեսողության խնդիրները կարող են ի հայտ գալ ամենատարբեր տարիքներում եւ դրանք կարող են լինել ամենատարբեր ձևերի, դա կլինի կարճատեսություն, հեռատեսություն, աստիգմատիզմ, թե տեսողական զգայարանի օրգանի հետ կապված մի շարք այլ հիվանդություններ, կարևորը ճիշտ ժամանակին բժշկին դիմելն է եւ անպայման ակնոց, լինզա կամ մեկ այլ միջոց տեսողության շտկման համար ընտրելուց խորհրդակցեք ոչ թե ձեր հարևանների, բարեկամների եւ ընկերուհիների հետ, այլ հենց ակնաբուժների, մասնագետների, ովքեր ամենաօգտակարը կլինեն տվյալ հարցում։ Այսօրվա համար մենք այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք վաղը մեր նույն ժամին, առողջ եղեք։